Պարոն Խանդանյան, մենք իմացանք, որ վերջի տարիներին դուք եղել եք տվյալ հանձնաժողովի ղեկավար, հարցը շատ կարևոր է մեր հասարակությանը, հուզում է։ Ինչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար։ Արդյոք նախապայմանների մեջ կա ցեղասպանության, պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը եւ կա մեր ազգային խորհրդանիշներ, մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռան խորհրդանիշային բազայից հանելը, այսինքն մեր բոլոր խորհրդանիշերից հանելը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Կարապետյան։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, ինչպես հայտնի է եւ ինչպես Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, գործընթացը իրականանում է առանց նախապայմանների, այսինքն Հայաստանն եւ Թուրքիան, Հայաստանի մասնավորապես հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ գործընթացի կարգավորման ընթացքում նախապայմաններ առաջ չեն քաշվելու եւ ձեր նշած երկու հարցերը ոչ բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբևէ չի եղել։ Արձագանք։ Շնորհակալություն, այսինքն կարող ենք ֆիքսել, որ Արարատ լեռը որպես մեր ազգային խորհրդանիշ շարունակում է կատարել իր դերը առանց վտանգ ներկայացնելու Հայաստանի անվտանգությանը։ Եվ երկրորդ, ցեղասպանության հարցը եւ պետական ճանաչումը Հայաստանի արտաքին օրակարգերի առաջնահերթություն է, աշխարհի երկրների պետական ճանաչումը։ Պարոն Կարապետյան, ձեր հարցը եւ դրա եզրահանգման տրամաբանությունը մի քիչ իրար լավ չէին բռնում, բայց ինչ վերաբերում է ցեղասպանության հարցին, ցեղասպանության հարցի լինելը որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ոչ Հայաստանի Հանրապետության համար ցեղասպանության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ եւ այս մասին բազմաթիվ անգամ խոսել ենք եւ ես կարծում եմ, որ դա նաեւ չպետք է լինի այդպիսին եւ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի տարիներին, երբ որ այդ հարցը բերել է եւ դարձել ազգային արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել, որովհետեւ ցեղասպանության, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք պետություններ գործիքայնացրել են եւ մի շարք խորհրդարաններ շատ բանաձևեր են ընդունել մեր բարեկամ երկրների խորհրդարաններ եւ միևնույն ժամանակ օրինակ Ադրբեջանի հետ մեծ ռազմական պայմանագրեր են կնքել եւ ստացվել է, որ հավասարության նշան են դրել։ Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա։ Շնորհակալություն։